Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Ես Գեորգի Թոմասյանն եմ Թբիլիսից, Վրաստանից, եւ ձեր հետ միասին մենք այսօր կհամեմատենք Բիձինա Իվանիշվիլիին եւ Նիկոլ Փաշինյանին։ Ինչու՞։ Որովհետեւ ես առնչվեցի այս հարցի հետ հայկական ներքաղաքական դաշտում եւ տեսա, որ կան մարդիկ, որոնք փորձում են համեմատել Նիկոլ Փաշինյանին եւ Բիձինա Իվանիշվիլիին։ Եվ լինելով միակ հայը, ոչ միայն Վրաստանում, առհասարակ միակ հայը, ով քաղաքական առումով Բիձինա Իվանիշվիլիու դեմ պայքարում է, եւ այստեղ նշում եմ, որ կան հայեր իհարկե մասնակցում են ցույցերին այստեղ, բայց ինչպես քաղաքական եւ հասարակական գործիչ ես փաստացի միակն եմ։ Պետք է այստեղ ասեմ հստակ, որ Բիձինա Իվանիշվիլիու այս համակարգին ամենալավն եմ ճանաչում։ Եվ իմ համար շատ հեշտ կլինի համեմատել Բիձինա Իվանիշվիլիին եւ Նիկոլ Փաշինյանին։ Այդտեղ նաեւ կարա հնչել հարց, որ արդյոք լավ եմ տիրապետում տեղեկատվությունին Նիկոլ Փաշինյանի կողմից ստեղծված համակարգի մասին, ասեմ, որ այո, շատ լավ եմ տիրապետում եւ համեմատության մեջ կփորձեմ բերել հստակ փաստեր եւ դուք կհամոզվեք ինչպիսին է այդ իրավիճակը։ Մենք միասին արեք համեմատենք եւ տեսնենք արդյոք Նիկոլ Փաշինյանը նմանվում է կամ գնում է Իվանիշվիլիու ճանապարհով, թե ոչ։ Սա շատ կարևոր հարց է եւ ես ցավում եմ իրականում, որ հայկական ներքաղաքական դաշտում իմ պատկերացումով այս համեմատությունը օգտագործվում է պոպուլիզմի նպատակով։ Ուստի հիմա արեք փաստերին անցնենք։ Առաջ երթին կոչ եմ անում ձեզ չնայեք վերնագրին կամ ուրիշ մասին մեր վերլուծության, լայքեք վերլուծությունը, որտեղ դուք լայքում եք իմ աշխատանքը, գրեք ձեր մեկնաբանությունները եւ կարծիքը, դա կարեւոր է, ես հետեւում եմ եւ պատասխանում եմ, ինչպես գիտեք, ձեր մեկնաբանություններին։ Նաեւ կիսվեք այս վերլուծությունով, բաժանորդագրվեք, ով նոր է միացել մեր ալիքին։ Հարգելի հայրենակիցներ, արեք տարբեր շերտերում համեմատենք Նիկոլ Փաշինյանին եւ Բիձինա Իվանիշվիլիին։ Բիձինա Իվանիշվիլին եկավ Վրաստանի իշխանություն, երբ Վրաստանը ամբողջությամբ արևմտյան ուղու վրա էր։ Նիկոլ Փաշինյանը եկավ Հայաստանի իշխանություն, երբ Հայաստանը ամբողջությամբ ռուսական ուղու վրա էր։ Նիկոլ Փաշինյանի քայլերը առաջի փուլում իհարկե պրոռուսական ուղղությունով էին, իներցիայով շարունակում էր ինչպես նախարարների նշանակությունը, այդպես էլ Ռուսաստանի հետ դաշինքը, եւ դա տեղի էր ունենում ինչպես միջև Լեռնային Ղարաբաղի պատերազմը, այդպես էլ Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո կարճատև փուլում, այն Կարապետյան նախարարի ժամանակ եւ այլն։ Այդ ժամանակահատվածում ես Նիկոլ Փաշինյանին պրոռուսական քաղաքականության համար մեղադրում էի, որ հիշեցնեմ, ով չգիտի, բայց լավ, հարցը դրանում չէ։ Բիձինա Իվանիշվիլիի առաջի շրջանը արևմտամետ էր։ Բիձինա Իվանիշվիլին խոսում էր, որ Վրաստանը եվրոպական ընտանիքի մաս պետք է դառնա, Վրաստանը արդեն պատրաստված Սաակաշվիլիի իշխանության կողմից, բայց փաստաթուղթը DCFTA-ի ազատ առևտուրը Եվրոպական միության հետ ստորագրեց 2014-ին, 2017-ին Վրաստանը ստացավ ազատ վիզայի ռեժիմ Եվրոպական միություն, որը նաև Սաակաշվիլի իշխանության վաղ էր սկսվել քննարկվել եւ այլն, բայց արդեն 2016-ին ստեղծվել էր քաղաքական խնդիրներ եւ Բիձինա Իվանիշվիլին արդեն շարժվում էր դեպի բռնապետություն։ Ինչ որ առումով հիմա կխոսենք։ Բիձինա Իվանիշվիլին իր դաշնակիցներին քաղաքական առումով հեռացրեց Իրանից եւ սկսում էր հենց այդ հեռացնելու գործընթացը։ Ինքը իշխանությունից հեռացավ եւ սկսեց կեղծ վարչապետներ նշանակել, թաքնվելով եւ պատասխանատվությունը Իրանից հանելով։ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն իշխանությունից չի հեռացել թաքնվելով, այլ հակառակը մնում է վարչապետ, կրում է պատասխանատվություն եւ նույնիսկ Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո գնաց նոր ընտրությունների եւ ստացավ նոր քվե, նոր աջակցության քվե ժողովրդից, չնայած այդ պատերազմային իրավիճակի։
եւ շատ բարդ հետևանքների։ Բիձինա Իվանիշվիլին այս ժամանակահատվածում Վրաստանում ստեղծված ազատ առևտրի մթնոլորտը սկսեց սահմանափակել իր ցանկություններով եւ իր կլանային բիզնես ձևավորել, իսկ միջազգային բիզնեսի ներկայացուցիչներին այստեղից հանել։ Նիկոլ Փաշինյանը նույն ժամանակահատվածում սկսեց քանդել այն կլանային համակարգը, որը ձևավորվել էր նախկին իշխանությունների ժամանակ, եւ գուցե այդքան էլ վերջնական բարենպաստ իրավիճակ չի ստեղծվել դեռ, կամ առհասարակ չի ստեղծվել, որովհետև Նիկոլ Փաշինյանին մոտ բիզնեսմեններն էլ ունեն առաջընթաց եւ մենք դա տեսնում ենք, բայց ընդհանուր առումով բիզնես դաշտը Հայաստանում քայլ արեց դեպի զարգացում, բացում, կոռուպցիայի նվազում։ Կոռուպցիայի հետ պայքարի ուղղությունով Նիկոլ Փաշինյանը Սաակաշվիլուն նման պայքարում էր կոռուպցիայի հետ, բայց էլիտար կոռուպցիան, որը Սաակաշվիլին ուներ, այդ աստիճանների էլիտար կոռուպցիա Հայաստանում չկա, որը Սաակաշվիլին ուներ, չնայած նա որ կոռուպցիան միշտ կա իրականում բոլոր պետություններում, կարծես մի քանի պետություն կա, որտեղ որ չկա, եւ իրականում Հայաստանը պետք է հասնի այդպիսի պետությունների նման պետությանը, բայց եւս մեկ անգամ իմ ցուցանիշները Նիկոլ Փաշինյանից եւ ակնկալիքները նրանում չեն, որ ինքը իդեալական իրավիճակը ձևավորի։ Ոչ, ես չեմ սպասում դա, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի տվյալները, ինչպես պետական կառավարման մասնագետ, որը ինքը չէ, ինչպես միջազգային հարաբերությունների կամ դիվանագիտության մասնագետ, որը ինքը չէ, կամ ռազմական մասնագետ, որը ինքը չէ, իհարկե ակնկալիքներ այդ առումով ես իրենից չունեմ, երբեք չեմ ունեցել։ Նիկոլ Փաշինյանը լրագրող է, դա փաստ է։ Բայց Բիձինա Իվանիշվիլին այս նույն ժամանակահատվածում կոռուպցիան դարձրեց գլխավոր միջոցը իր համար գումար վաստակելու եւ ամբողջ Վրաստանի բիզնեսը, կլինի դա ներդրումային բիզնեսը, էներգոհամակարգը եւ այլն, դարձրեց իր սեփականությունը Բիձինա Իվանիշվիլին փաստացի երկաթուղին։ Հայաստանում Նիկոլ Փաշինյանը հակառակ ուղղությունով է գնում եւ մենք տեսնում ենք, որ նույն հեծը, նույն տարբեր ռազմավարական օբյեկտները պետությանը անցնելու, վերադարձնելու գործընթաց է տեղի ունենում։ Արտաքին քաղաքականությունում Բիձինա Իվանիշվիլին սկսեց շեղվել արևմուտքից, որովհետև հասկացավ, որ ընդմիշտ իշխանությունում մնալ չի կարողանա։ Նիկոլ Փաշինյանը մոտենում է արևմուտքին, երբ հասկանում է, որ իր դեմ է տեղի ունենում այստեղ գործընթացը։ Բիձինա Իվանիշվիլին արդեն պայմանավորված Անակլիայի ռազմավարական նավահանգիստը, որը Միացյալ Նահանգների հետ պետք է կառուցվեր դեր Սաակաշվիլիի ժամանակ այդ պայմանավորված, խլում է ամերիկացի քիչ եւ փոխանցում է Չինաստանին։ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի պատերազմի հետևանքում ստիպված ուրեմն նոյեմբերի 9-րդ կետը այդտեղ ընդունելով ի վերջո հրաժարվում է ռուսներին ուստի չինացիներին հանձնել Սյունիքի ճանապարհը եւ գնում է Վաշինգտոն եւ ամերիկացիքի հետ է համաձայնվում այս օրակարգի հետ կապված։ Բիձինա Իվանիշվիլին դատական համակարգը ամբողջությամբ իր ղեկավարության տակ է բերում, Նիկոլ Փաշինյանը փորձում է մասամբ, գուցե մասամբ ազատագրել դատական համակարգը նախկին իշխանությունների ազդեցությունից եւ Բիձինա Իվանիշվիլին նախկին իշխանությունների ազդեցությունը իր ազդեցություն դարձրեց։ Բիձինա Իվանիշվիլին քանդում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության ամբողջ հիմնասյունը եւ ով չգիտի, ես Վրաստանի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ռեզերվ եմ ընդունվել բաց ձևաչափով 2017 թվականից 5 տարի ժամկետ է ուրեմն դիվանագիտական ռեզերվում եւ ես 5 տարի գտնվել եմ Վրաստանի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ռեզերվում եւ գիտեմ շատ լավ ԱԳՆ-ի գործունեությունը բոլորին կարելի ասել այնտեղ ճանաչում եմ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, որը փաստացի գոյություն չուներ, կարելի ասել, նախարար Էդվարդ Նալբանդյանի ժամանակ, եւ ես իրան անձամբ եմ ճանաչում եւ գիտեմ ինչու մասին եմ խոսում, հիմա
ամենահզոր կառույցներից մեկն է իրականում իր էֆեկտիվության մակարդակով։ Դա չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետությունը արտաքին քաղաքականությունը միայն եւ ամբողջությամբ իր ցանկություններին է հասնում, որովհետեւ արտաքին քաղաքականությունը բաղադրիչը դրա նաեւ քո ռազմական հնարավորություններն են, քո տնտեսական, դա միայն ԱԳՆ-ի գործունեությունը չի, բայց ԱԳՆ-ն Հայաստանի դարել է էֆեկտիվ մարմին։ Վրաստանի ազգային անվտանգության ծառայությունը Բիձինա Իվանիշվիլին ամբողջությամբ հանձնեց Ռուսաստանին։ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանին հանձնած ԱԱԾ-ն կամաց-կամաց եւ շատ վատ է, որ կամաց-կամաց հետ է բերում դեպի Հայաստանի ղեկավարություն եւ վերջի նշանակումը այդտեղ ուրեմն ղեկավար ԱԱԾ ղեկավար Անդրանիկ Սիմոնյանի իհարկե շատ կարևոր քայլ էր, որ Անդրանիկ Սիմոնյանը առաջինն է ԱԱԾ տնօրեններից, ով Ռուսաստանում ուսում չի անցել։ Վրաստանի իշխանությունները արդեն ձևավորված արտաքին հետախուզությունը, որը Ֆրանսիայի հետ միասին եւ Միացյալ Նահանգների հետ միասին էր ձևավորված, ուրեմն այդ հետախուզությունը փակեց եւ մցրեց վրացական ԱԱԾ, որը միշտ ռուսական ազդեցության տակ է եղել, ունեցել է այդ ազդեցության բաղադրիչը եւ դրա համար առանձին է ձևավորվել արտաքին հետախուզությունը եւ դա քննադատվել է մեր արևմտյան գործընկերների կողմից։ Նիկոլ Փաշինյանը առանձին ձևավորեց արտաքին հետախուզության ծառայություն ԱԱԾ-ից, գիտենալով, որ Ֆրանսիայի հետ միասին, որ ԱԱԾ-ում եթե նույն ծառայությունը լինի, իրան չեն վստահելու։ Վրաստանի իշխանությունները խոչընդոտեցին Ֆրանսիայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը, երբ մենք պետք է հակաօդային պաշտպանություն գնեինք Ֆրանսիայից եւ այդ գործը փակվել է, Վրաստանը ինքն է հրաժարվել հոբ գնել Ֆրանսիայից, Հայաստանը սկսել է Ֆրանսիայից գնել հոբ եւ ուրիշ ռազմական համակարգներ, եւ եթե Վրաստանը չխոչընդոտեր նաեւ մատակարարումները, ապա այդ մատակարարումները կշարունակվեին։ Վրաստանը ունենալով արևմտամետ եւ բալանսավորված արտաքին քաղաքականություն, հրաժարվեց արևմտամետ քաղաքականությունից եւ բալանսավորվածից եւ գնաց դեպի Ռուսաստան։ Հայաստանը ունենալով ռուսամետ արտաքին քաղաքականություն, դարձրեց դա դեռ դիվերսիֆիկված արտաքին քաղաքականություն, հետո արևմտամետ կոմպոնենտները բերեց։ Վրաստանը ունենալով արդեն Եվրոպական միության տեխնացուի կարգավիճակ, հրաժարվեց 1 տարի առաջ ընտրություններից հետո ուրեմն Եվրոպական միությունում ինտեգրացման գործընթացից կասեցված է 1 տարի է եւ ամեն օր ցույցեր են տեղի ունենում։ Հայաստանը պաշտոնական օրենք ընդունեց, որ ուրեմն եվրոպական ինտեգրացում է սկսում եւ վարչապետ Փաշինյանը Եվրոպական խորհրդարանում ասաց, որ պատրաստ ենք անդամակցել Եվրոպական միությունում եւ որևէ մեկը թող ինչ չասի, որ ինչ որ մեկը ստիպել է Հայաստանի իշխանություններին, որ այդ օրենքը ընդունի։ Դա ուղղակի լուրջ չէ։ Վրաստանի քաղաքացիները մի տարի է պայքար են անցկացնում եւ փողոցներում ինչեր է տեղի ունենում, ինչքան մենք ուրեմն քաղաքական բանտարկյալներ ունենք, ամեն օր ցույցերը Վրաստանում տեղի են ունենում, արդեն 1 տարի է, իսկ միջև էդ էլ շատ ակտիվ եւ մենք չկարողացանք ստիպել իրանց այսօրվա ռուս օլիգարխին, որ իրանք հետ քայլ անեն, քաղաքական բանտարկյալներին գոնե ազատեն կամ գոնե Եվրոպական միությունում անդամակցության գործընթացը, որը խոչընդոտվել է, վերականգնեն, իրանք սառեցրել են, վերականգնեն։ Եվ թող ինձ որևէ մեկը չասի, որ ստիպել է Հայաստանում իշխանություններին ընդունել Եվրոպական միությունում անդամակցության օրենքը, որը ես շնորհակալ եմ այն ընդդիմադիր ուժերի համար, որոնք այդ գործում իրենց մեծ ներդրումն են ունեցել, բայց իրանք չեն ստիպել իշխանություններին, եւ թող որևէ մեկ ինձ չասի, որ ստիպել են Նիկոլ Փաշինյանին, ինչը նաեւ կեղծ այդ թեզը շարունակում են, որ իբրև Վաշինգտոնը ստիպել է, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվի նոյեմբերի 9-րդ կետից եւ գնա Վաշինգտոն եւ ստորագրի։ Ուրեմն այդ կեղծ արևմտամետ ուժերին նաեւ պետք է ասել, Վաշինգտոնը չի ստիպում իր հետ ընկերություն անել։ Դուք ուրեմն Վաշինգտոնին առհասարակ չեք պատկերացնում եւ չեք ճանաչում։ Եթե կարծում եք, որ Վաշինգտոնը որևէ մեկին կամ Նիկոլ Փաշինյանին նաեւ ստիպում է ինչ որ մի բան անել։ Եթե Վաշինգտոնի հետ ընկերություն չես ուզում, Վաշինգտոնին դու հետաքրքիր չես։ Վրաստանը արդեն ուր որ այա հոկտեմբերի համար պետք է կորցնի Եվրոպական միությունում ազատ վիզային ռեժիմը, որովհետև խախտում է մարդու հիմնարար իրավունքները,
Մինչև օգոստոսի 31-ը Վրաստանը ուներ ժամկետ, որ կատարեր Եվրոպական միության պահանջները եւ անդամակցեինք, ուրեմն շարունակեինք անդամակցել այդ Շենգենի ծրագրով ազատ վիզայի ռեժիմին, Հայաստանը սկսում է եւ շատ արագ տեմպով գնալու է ազատ վիզայի ռեժիմին եւ շուտով ունենալու է այդ ազատ վիզայի ռեժիմը։ Հայաստանը ակտիվորեն ռազմատեխնիկական համագործակցություն է սկսում Միացյալ Նահանգների հետ, Վրաստանը չեղարկում է այդ ռազմատեխնիկական համագործակցությունը։ Հայաստանը Միացյալ Նահանգների հետ ռազմավարական հարաբերությունների մասին փաստաթուղթ կնքեց, Վրաստանի հետ Միացյալ Նահանգների արդեն եղած երկար ժամանակը ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթը Միացյալ Նահանգները սառեցրեցին հակաամերիկյան գործունեության պատճառով։ Վրաստանը պրոչինական քաղաքականություն վարեց, իսկ Հայաստանը Չինաստանի հետ փորձեց բալանսավորել այդ քաղաքականությունը, նույն Շանխայյան կազմակերպության ուղղությունով, երբ Վրաստանը ուրեմն կոմունիստական կուսակցության հետ պայմանագիր կնքեց, Վրաստանի իշխող կուսակցությունը եւ համագործակցություն ունեն իշխանությունների մակարդակով, ուրեմն եթե անցնենք ուրիշ ոլորտներին, արհեստական բանականության ուղղությունով Վրաստանի փողոցներում չինական արհեստական բանականություն է, Հայաստանը կնքել է պայմանագիր Միացյալ Նահանգների հետ, ուրեմն արհեստական բանականության ոլորտում համագործակցության մասին։ Բացի դրանից, եթե մենք առհասարակ խոսենք ժողովրդավարության մասին, ապա այս հայտարարությունները անող քաղաքական գործիչները, որոնք Նիկոլ Փաշինյանին Իվանիշվիլի հետ են համեմատում, ազատ են, հանգիստ են իրանց զգում, իրանց ոչ տուգանում են, ես 3 դատական գործ ունեի, փողոցում կանգնելու է Facebook-ի պոստի համար։ Իվանիշվիլու պատճառով, այո, եւ $5,000 տուգանք եմ վճարել այդ 3 դատական գործի համար, բայց բանտի հավանականություններ կար, ուղղակի դրան չգնացին այս փուլում։ Ուրիշ իմ ընկերներին նաև բանտել են անցել։ Եվ Հայաստանում իրանց համար հանգիստ եթերներում նստած քաղաքական գործիչներին, որոնք հանգիստ փողոցներով ման են գալի, իսկ մենք այստեղ վտանգի տակ ենք, մեր վրա հարձակվում են պետության տիտուշկաները Իվանիշվիլու, որոնք ուրեմն նաև այդտեղ ինչ ուզում հայտարարություններ են անում Facebook-ով եւ Նիկոլ Փաշինյանը որևէ մեկի հետևից չի ընկնում այդտեղ։ Այստեղ մեզ Facebook-ի պոստերի համար երբ դատարան են կանչում եւ համեմատում եք Նիկոլ Փաշինյանին Բիձինա Իվանիշվիլու հետ, Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի պետությունը չեղարկել է։ Չկա այլ Վրաստանի պետություն։ Ամբողջ Վրաստանի պետությունը պատկանում է մեկ մարդու։ Նիկոլ Փաշինյանը չեղած հայկական պետական համակարգը ճիշտ է շատ վատ ձևով ասեմ, որովհետև ինքը էֆեկտիվ կառավարող չէ։ Այո, դա այդպես է, պարոն Փաշինյան։ Դուք էֆեկտիվ կառավարող չեք։ Դուք նոր եք սովորում շատ հարցերում ինչպես առհասարակ կառավարել պետական համակարգը։ Եվ դա փաստ է։ Բայց դուք անկեղծ փորձել եք եւ փորձում եք ձևավորել հայկական պետական համակարգ, ինչու համար շնորհակալ եմ եւ կեցեք, որ դա անում եք, որովհետեւ առհասարակ չունեինք պետական համակարգ։ Առհասարակ հայկական պետությունը պետական համակարգով ուղղակի սպասարկում էր ուրիշ պետության շահերը։ Գործիք էր։ Հիմա դա տեղի է ունենում նույն ձև Վրաստանում։ Բիձինա Իվանիշվիլին դա այստեղ է անում։ Նիկոլ Փաշինյանի դեմ Ռուսաստանը ուղարկել է ռուս օլիգարխ Սամվել Կարապետյանին, որը այս օրերի ընթացքում իր ուրեմն բարեկամ Նարեկ Կարապետյանը հայտարարություններ է անում մեկին մեկ ուրեմն 100%-ով նույն ինչ Բիձինա Իվանիշվիլին։ Խոստանում են հայերին անverջ հարստություն։ Բիձինա Իվանիշվիլին նույն բանն էր անում։ Ռուսաստանը իր ռուս օլիգարխին բերեց։ Ռուսաստանը նոյեմբերի 9-ին 2020 թվականի հեղաշրջում փորձեց։ Ռուսաստանը Մարգարիտա Սիմոնյան, Սոլովյով բոլորին գործի դրեց։ Ռուսաստանը Վարգոնզո եւ այլն հիշում եք, այդ ամեն ինչ չենք մոռացել։ Արթուր Վանեցյանին գործի դրեց։ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Դաշնակցություն, Եկեղեցի, Բագրատ Գալստանյանի շարժում, Կտրիչ Ներսիսյան, այդ ամեն ինչը Ռուսաստանը անում է եւ այս ամեն ինչի ֆոնին Նիկոլ Փաշինյանն է ռուսամետ։ Եթե Նիկոլ Փաշինյանը ռուսամետ լիներ, Ռուսաստանը այդ ամեն ինչ չէր անի։
Ինչպես Բիձինա Իվանիշվիլուն, Ռուսաստանը առհասարակ միայն գովում է, ոչ մի բան իր դեմ չի անում։ Ցույցեր, որը կազմակերպվում են Արևմուտքի, Եվրոպայի համար Հայաստանում, իրանց իշխանությունները չեն որևէ ձև խոչընդոտում։ Վրաստանում արևմտամետ ցույցերը ուժով, ուրեմն ցրում են։ Հայաստանում ընտրությունների գործընթացը իմաստ ունի, եւ այդ իմաստը գնալով աճում է, որովհետեւ Հայաստանը միջազգային կառույցների հետ համագործակցում է։ Վրաստանում միջազգային կառույցների հետ, այդ թվում ԵԱԿ, ՕԴԻՌ-ի հետ համագործակցությունը նվազել է եւ հիմա նույնիսկ չէին հրավիրել, ուշ հրավիրեցին, որ չգան եւ չեն գալիս այս ընտրությունների համար։ Վրաստանում ընտրությունները իմաստը կորցրել են։ Վրաստանում մեկ կուսակցություն է, Հայաստանում նույնիսկ խորհրդարանում կան բացահայտ գործակալներ Ռուսաստանի ընդդիմության ձևաչափով, ինչը շատ վատ է, առանձին թեմա է, առողջ ընդդիմություն որ չկա։ Նիկոլ Փաշինյանը այս փուլում եւ Բիձինա Իվանիշվիլին հակառակ ուղղություններով են շարժվում։ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի ապրիլի 5-ին գնաց Բրյուսել, Ուրսուլա ֆոն դեր Լայնի եւ Բլինկենի հետ հանդիպեց եւ ստորագրեց երակող փաստաթուղթ, որով Հայաստանը պետք է շեղվեր դեպի արևմուտք։ Այդ ամսվա ապրիլի 29-ին Բիձինա Իվանիշվիլին այդ տարվա դուրս եկավ եւ հայտարարեց, որ Եվրոպական միությունը գլոբալ պատերազմի կուսակցություն է, որ խոչընդոտեր Վրաստանի եւ Հայաստանի եվրոպական ինտեգրացումը։ Նիկոլ Փաշինյանի ժամանակ Հայաստանի զինված ուժերը, չնայած նրա, որ 2 տարում չհասցրեց եւ առհասարակ հնարավոր չէր հասցնել եւ 30 տարվա հետևանքը ուղղել, շատ բարդ իրավիճակում էին գտնվում, զինված ուժերի ուղղությունով ծախսերը, որը մենք տեսնում ենք, աննախադեպ աճում են։ Վրաստանի Բիձինա Իվանիշվիլու, չնայած նա, որ մեզ պատերազմում է սպառնում, Բիձինա Իվանիշվիլին, ռազմական ծախսերը առհասարակ չեն աճում։ Եվ մեր ռազմական գերատեսչությունը գնալով թուլանում է, դիվերսիա է տեղի ունենում։ Զորավարժությունների հարցը արդեն նշեցի։ Բազում էլի հարց կա, երևի այդ բոլոր հարցերը հիմա այսպես ոչ էլ հիշեմ միանգամից, որ համեմատեմ։ Բայց առհասարակ մենք հիմա ինչ քննարկեցինք, մի ոլորտ չկա, որ ասենք, որ Նիկոլ Փաշինյանը եւ Բիձինա Իվանիշվիլին մի ուղղությունով են շարժվում։ Հակառակ ուղղություններով են շարժվում։ Եվ հիմա ով փորձում է Հայաստանում Նիկոլ Փաշինյանից բռնապետ ձևավորել, ապա ես ձեզ ասեմ, ուղիղ։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը ձեզ ձերբակալի իրան քննադատելու պատճառով, դուք էլ արևմտամետ եք, եւ իրական արևմտամետ։ Այստեղ նկատի չունեմ արևմտամետներ, որոնք արևմուտքի օրակարգի դեմ են եւ իրականում սպասարկում են փաստացի KGB-ի շահերը, դա նկատի չունեմ։ Ապա ես կքննադատեմ դա եւ ես ձեր ազատելու համար քայլեր կձեռնարկեմ։ Բայց միչեւ դուք Նիկոլ Փաշինյանին քննադատում եք եւ խնդիր չունեք, մի համեմատեք Նիկոլ Փաշինյանին Բիձինա Իվանիշվիլու հետ, որտեղ որ ես գտնվելով իրան քննադատելը արդեն վտանգավոր է։ Փողոց դուրս գալը արդեն վտանգավոր է։ Տներում էին մեր վրա հարձակվում։ Տան մոտ էին մեզ դիմավորում, ցույցերի վրա ամեն օր էին մեր դեմ ուժ կիրառում, թունավորում մեզ կարելի ասել բոլորիս։ Անուն ազգանուններով էին մեզ սպառնում բոլորիս։ Դատարան են մեզ դիմում Facebook-ի պոստերի համար։ Մինչև այդ ամեն ինչ Հայաստանում տեղի չի ունենում, եւ մինչև արևմուտքին թշնամի Հայաստանը չի հայտարարում։ Նիկոլ Փաշինյանին Բիձինա Իվանիշվիլու հետ հայկական քաղաքական դաշտում բոլորին եմ կոչ անում։ Ոչ թե կոչ, ուղղակի ասում եմ։ Մի արեք։ Որովհետեւ դուք չեք կրում այդ պատասխանատվությունը ձեր բարերի համար։ Եվ կոմֆորտ է ձեր համար, բարեհաճո իրավիճակ է, որ պատասխանող չկա, որովհետև ես այդտեղ Վրաստանում պայքարելով Իվանիշվիլու հետ եւ դեմ
ռուս օլիգարխի դեմ, գիտեմ ինչ է այստեղ տեղի ունենում։ Եվ երբ դուք այդտեղ կայնում եք Կտրիչ Ներսիսյանի, Բագրատ Գալստանյանի, Աջապահյանի, Սամվել Կարապետյանի կողքը, իմ համար ամեն ինչ միանգամից պարզ է դառնում։ Կեղծ արևմտամետներ ես շատ եմ արդեն տեսել։ Մի մասը կեղծ է, մյուս մասը ուղղակի չի հասկանում։ Եվ որն է ավելի լավը թե վատը, դա առանձին խնդիր է, որովհետև եթե այսքանի մեջ չես հասկանում Կտրիչ Ներսիսյանը, Բագրատ Գալստանյանը, Աջապահյանը եւ ուրիշները ով են, Վանեցյանը ով է, կամ Սամվել Կարապետյանին ով է ուղարկե ինչու համար, կամ քո տեղը քաղաքականությունը չէ, կամ դու գործակալ ես, կամ էլ ուղղակի տգետ։